Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել պարտությունը Իրանի դեմ պատերազմում։ Իհարկե, այս պայքարում հենց Ամերիկան է, որ պետք է հանձնվի եւ ընդունի պարտությունը։ Այս անգամ Թրամփը կնվաստանա, լիովին կնվաստանա, գրել է խորհրդարանի անդամը X-ում։ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի որևէ աջակցության կարիք չունի, հայտարարել է Թրամփը, մեղադրելով դաշինքի երկրներին անգործության մեջ Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների ժամանակ։ Ըստ Թրամփի, ՆԱՏՕ-ի անդամ երկրները ոչինչ չեն արել Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների ժամանակ։ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի կողմից տրամադրվող որևէ բանի կարիք չունի, բայց մենք երբեք չենք մոռանա այս շատ կարևոր իրավիճակը։ Ռուսաստանի համար ուկրաինական կարգավորման վերաբերյալ կարևորագույն հարցերի շուրջ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել, այս թվում տարածքային հարցի շուրջ։ Կրեմլի խոսնակի հայտարարությունն է։ Նա բացարձակապես կեղծ է անվանել այդ պնդումը, որ Ռուսաստանը մոտ էր Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի կնքմանը դեռևս փետրվարին, բայց կորցրել է հետաքրքրությունը Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Արարչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Թուրքմենստանին, Աֆղանստանին եւ Սաուդյան Արաբիային արտասահմանում մնացած իրանցիներին տարհանելու եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ Ավելի վաղ արտգործնախարար Միրզոյանը տեղեկացրել էր Հայաստանը Իրանին հումանիտար օգնություն է ուղարկել հիմնականում տեղորայքի տեսքով։